Ներկայացնեմ մի քանի փաստ Կարլով կամուրջի մասին, Պրահայի։ Կամուրջը կառուցվել է կախարդական պահին։ Կառուցումը սկսել են 1357 թվականին, հուլիսի 9-ին առօրյան ժամը 5:31։ Թվերը միասին կազմում են սիմետրիկ շարք 1, 3, 5, 7, 9, 3, 7, 5, 3, 1, ինչը համարվել է հաջողության նշան։ Կամրջի վրա կա 30 սրբի արձան։ Արձանների մեծ մասը բարոկկո ոճի են և տեղադրվել են 17-18-րդ դարերում։ Բնօրինակները հիմա պահվում են թանգարաններում, իսկ կամրջի վրա կրկնօրինակներն են։ Սուրբ Յան Նեպամուկի արձանը ցանկությունների վայր է։ Լեգենդի համաձայն, եթե դիպչես նրա բրոնզե հատվածին, ցանկությունը կկատարվի։ Կամրջի կառուցման ժամանակ օգտագործվել են ձվեր։ Լեգենդ կա, որ ամբողջ Բոհեմիայից գյուղացիները ձվեր են ուղարկել, որպեսզի կամուրջը ավելի ամուր լինի։ Ոմանք նաև եփած ձվեր։ Կամուրջը պաշտպանական նշանակություն ուներ։ Միջնադարում այն եղել է Պրահայի գլխավոր մուտքը։ Եթե կամուրջի աշտարակները ծառայում էին որպես պաշտպանական դիրքեր։ Կամուրջը արվեստագետների և երաժիշտների կենտրոն է։ Այստեղ միշտ կարելի է հանդիպել երաժիշտների, ջութակարների, փողոցային կատարողների։ Առավոտյան մառախուղը ստեղծում է հեքիաթային մթնոլորտ։ Վաղ առավոտյան կամուրջը գրեթե դատարկ է, և Պրահան թվում է միջնադարյան ֆիլմի տեսարան։ Ահա երաժիշտներին։ Կամուրջը տանում է դեպի հին քաղաք, Պրագա 1։ Իսկական հրաշք։ Սա էլի միշատակած արձանը։